Իսկ ինչպես կարող են կիրառել խոնարհության լսեմ օրինակը մեր կյանքում, Վոտոնովայի խորհրդի պատգամը ինչ է ուսուցանում մեզ։ Ինչ էլ որ ուզենանք ասել, դարձել մենք պետք է դիմենք ավետարանին եւ ավետարանի մեջ գործող ամենակարևոր անձին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Տեր Հիսուս Քրիստոս ինքը ավագինշաբթի օրը ավերնատան մեջ նստած լինելով վերցրեց ղենջակը, կապեց իր կողքին, սափորի մեջ ջուր լցեց եւ սկսեց ոտելլվել աշակերտներից։ Այդտեղ շատ հետաքրքիր դրվագ է պատմում նաեւ Պետրոս Առաքյալը, որը մոտենում եւ Քրիստոսին ասում է. Տեր ոչ միայն իմ ոտքերը լվացեք, այլ նաև գլուխը, եւ Տեր ասում է ոչ միայն գլուխն է պետք, այլ ոտքերից է պետք մաքրությունը։ Բարձ այն պատճառով, որովհետեւ ըստ ավանդության սատանան հենց Ադամի գարշապարն էր խայթել։ Տերը լվալով այդ գարշապարը մաքրեց մեղքերից մարդուն։ Մարդուն ազատեց մեղքերից եւ իր խոնարհությունը ցույց տվեց մարդու նկատմամբ, որովհետեւ խոնարհվելով ինքը աստվածացրեց, մարդուն աստվածացրեց, բարձրացրեց մարդու անկյալ բնությունը, որը կորցրել էր մարդը դրախտային վիճակից հետո աննազանդության պատճառով, Տերը նորից վերականգնեց այդ բնությունը, այսինքն մարդուն բարձրացրեց դեպի երկինք։